Գիտեք, պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված այնքան այլևս անօգուտ է սրանց բացատրել, որովհետև գիտելիքի պակասն է կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է մեր ժողովրդի ամբողջ ընթացքում գործունեության հիմքերից մեկը։ Ի վերջո պետք է գիտակցենք, որ միայն Հայաստանի Հանրապետության իրենց պատկերացրած հպարտ քաղաքացիներով չի, որ արտարծում է հայոց ցեղասպանությունը եւ ամբողջական հայությունը հայկական սփյուռքի իրավունքների հարց է, արդարության վերատիրացման հարց է։ Միաժամանակ իշխանությունները այն չկմեղանքը, թե ամեն երկիր շահով է առաջնորդում, այդ տրամաբանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը որևէ բան միջպետական հարաբերություն չպետք է հաստատի, քանի որ ցանկացած պետություն որևէ համագործակցություն Հայաստանի հետ իրականացնում է հաշվի առնելով նաև իր շահերը, որը նաև ձեռնտու է լինում Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրականում դա միայն հայ ժողովրդինը չէ, Հայաստանի Հանրապետությանը չէ։ Դա համամարտկային խնդիր է, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որի ուսումնասիրությունը նաև հիմք է դրել Լեմկինի կողմից ցեղասպանություն, ջենոսիդ բառի եւ տերմինի ու հասկացության ամրագրմանը եւ այս առումով ցանկացած երկրում սա նաև այսպես ասեմ սեփական օրակարգ է եւ այն խուսանավումը, խուսափումը, որ այս իշխանություններն իրականացնում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, որևէ կերպ համադրելի չեն նախորդ տասնամյակներում 2000-ականներին հատկապես հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այն մեծ հաղթարշավի հետ, որն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ հայդատի գրասենյակների հանձնախմբերի դաշնակցության համահայկական կառույցի ջանքերով։ Ես պարբերաբար միշտ մեջբերում եմ թուրք հայտնի հրապարակախոս լրագրող հիմա մահացած Մեհմեդ Ալի Բիրանդի 2000-ականների մի հոդվածի վերնագիր, որը այդ ցեղասպանության ճանաչման գործընթացը ձևակերպել էր հայկական ցունամի ու դատապարտում էր իրեն իշխանություններին, որ այդ ցունամիի դեմը չեն կարողանում առնել եւ ոչ էլ կարող են առնել։ Եվ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև այն գործիքներից մեկն է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շատ ավելի կարող է զորեղացնել։ Բայց այս իշխանությունները հայտարարել են նաև Արարատ Միրզոյանի բերանով, որ արտաքին քաղաքականության Հայաստանի դերակայություններից առաջնահերթություններից այլևս չի եւ նաև հայ հեղափոխական դաշնակցությունն այդ մտահոգություն հայտնել, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է ընդհանրապես պահանջատիրության հարցը դուրս բերվի օրակարգից։ Իրականում խոսքը վերաբերում է անկախության հռչակագրի հայտնի կետի, որ հետամուտ է Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի Հանրապետությունը անկախության հռչակագրով։ Բայց ում հայտարարվել է վերջին։ Ինչպես։ Ում արդեն հայտարարվել է վերջիններու նախագծում։ Դե տեսնենք, կապրենք, տեսնենք կհասցնեն սահմանադրական փոփոխությունների, թե չէ, եւ բնականաբար այդ մասին պարբերաբար ենք խոսում այս խորհրդարանում 9-րդ գումարում, որ մեր խնդիրն է նույնիսկ հանրաքվեի չհասցնել են խայտառակ նախագիծը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ձևակերպել են այս իշխանությունները, բայց ինչի կկանվեցնի նրանց, որ չեն հասնեն, ով կկանվեցնի կամ ովքեր կկանվեցնեն։ Սկսած առաջին փուլից, որ խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն եւ որևէ գործիքական չունեն, առանց սահմանադրական մեծամասնության, առանց խորհրդարանի նախագիծը վավերացման դնել համաժողովրդական քվեարկության։ Բայց մի բան անպայման ուզում շեշտեմ, Արարատ Միրզոյանը կասի, Նիկոլ Փաշինյանը կասի, քելնեն վերև, կիջնեն վար, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չի կասեցնել։ Իրենք չունեն թուրքական այն միլիարդավոր դոլարները, որ անցնող տասնամյակներին Թուրքիան ծախսում էր, բայց միշտ ծախողում էր։